Պարոն Ասալյան, Պաշտպանության նախարար Պապիկյանը հայտարարեց, որ աննախադեպ քանակությամբ զենք զինամթերք են ձեռք բերվել, երբևէ այդ քանակությամբ զենք զինամթերք չի ձեռք բերվել, իսկ դուք ասում եք չենք զինվում։ Քիչ առաջ ասացի, ձեռք է բերվել, իսկ ռազմական ծախսերը ինչու են քչացվել։ Ձեր կարծիքով ինչու են քչացվել։ Որովհետև չեն պատրաստվում կռվել։ Ռազմական ծախսերի իմաստով, գիտեք ոնց, ասենք մենք որևէ բան չունենք, նկարտումներ չունենք մեր հարևան պետությունների նկատմամբ, հողային եւ այլ։ Հետեւաբար մենք մեր ռազմական ծախսերը նպատակ ուղղենք պաշտպանական խնդիրների լուծման համար, իսկ պաշտպանական խնդիրների լուծման, եթե ճիշտ, ինչպես պարոն Ասլյանը նշեց, եթե ճիշտ կառավարվի, ապա պարտադիր չի, որ մենք հավասարը չենք, այսպես կոչված միջոցներ ներդնենք, կարելի է նույնիսկ մի քանի անգամ քիչ միջոցներ ներդնել, բայց հասնել այն խնդիրների լուծման, որ կա, բայց այդ պարիտետը գոնե պետք է պահպանվի, այդ պարիտետը գոնե պետք է պահպանվի։ Պարոն Ասլյան, բանակը 1.5 տարի դարձվեց եւ նաեւ Հայկ Սարգսյանը նորօրինագիծ քաշեց, որ պետք է կարող են գումար տալ եւ ազատվել բանակից։ Ինչ է կարծում, սա բանակի վրա ինչպես կազդի, կլավացնի բանակը, թե հակավականությունը։ 1.5 տարվա հարցում պարոն Աղազարյանը եւ ես մենք ուրիշ ծրագիր բերել ենք։ Մենք դեմ ենք եղել, որ փողով բանակից ազատվեն մարդիկ, որ պարտավոր են բոլորը առնվազն գոնե 6 ամսից 8 ամիս ծառայեն, սովորեն զինվոր դառնալ, հետո նրանց հետո իրենք որոշեն, ուզում են ծառայել թե չէ։ Այդպես պետք է լիներ։ Դրա համար մենք այդ ծրագրին դեմ ենք եղել։ Մենք կողմ չենք դրան, որ իսկ 1.5 տարին, ինչ վերաբերում է 1.5 տարին, իսկապես 1.5 տարին այն ժամանակն է, որ ես կասեի նույնիսկ ավելի քիչ է պետք ծառայել, որովհետև մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակին ու պետք է գնալ պրոֆեսիոնալ բանակին, իսկ այդ 6-8 ամիսը պետք է որպեսզի տվյալ անձը, երիտասարդը, ուղղակի զինվոր դառնա, ոչ թե զինվորական, այլ զինվոր դառնա, հարկ եղած դեպքում, ինչպես Շվեյցարիայում, կներեք, ասում են Շվեյցարիան բանակ չունի, բայց Շվեյցարիան ամբողջ երկիրը բանակ է, դուք գիտեք շվեյցարական այդ ազգ բանակ տարբերակը ինչպիսին է, բոլոր տները զինված են, Եվրոպայի կենտրոնում, դրա համար էլ նա չեզոքությունը պահպանեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ նրա վրա ոչ մեկը չփորձեց բան անել, որովհետեւ գիտեին, որ ամբողջ ազգն է դուրս գալի, ազգը։ Իսկ մենք չպիտի մտածենք, որ մենք վաղը չմիսօրը գնալու ենք Եվրոպայի կենտրոնում ապրենք, առավել ևս։ Մենք ապրելու ենք այստեղ եւ մենք պետք է չմոռանանք, որ մեր հարևանները, ում հետ պիտի կամաց հարաբերությունները լավացնենք, իրենց դարավոր պլաններից չեն հրաժարվել։ Եվ հետեւաբար մենք պետք է պատրաստ լինենք հակազդեցության այդ իմաստով եւ շարունակել բենզին բերել, ոչինչ, ծորեր բերել, ինչ ուզում են անել։ Բայց այն դեպքում երբեք չմոռանալ, որ իրենց պլանները, Թուրքիայի պլանները 100 տարի առաջվա, 200 տարի առաջվա բացարձակապես չեն փոխվել։ Շնորհակալություն։